Այսպիսին է Երևանի տան շուկան 2000-ի փետրվարի 25-ի դրությամբ բնակարան գնողներն ընդամենը 10%-ն են, վաճառողները կամ հացի փող են աշխատում կամ փախչում են երկրից։ Քաղաքապետարանը 1 տարի առաջ է հաղթանակ կամուրջի հարակից տարածքից տների շուկան տեղափոխել փակ տարածք, որպեսզի ըստ վաճառողների օդանավակայանից քաղաք բերող ճանապարհի վրա գտնվող տների խուճապային վաճառքի այս ձևը քաղաքի հյուրերի տեսադաշտից հեռու պահի։ Հակասանիտարական վիճակ էր ստեղծում, խանգարում էր տրանսպորտային եւ հետիոտ երթևեկությանը։ Նորհաճնի վարսավիր Սուրեն Ջանգիրյանը 30 տարվա ընթացքում կուտակել է իր հաճախորդների վարսերը, որոնք այժմ օգտագործվում են ինքնաշեն ավտոմեքենայի այս անվադողերի համար։ Սրա բանդաժները երկու պալավինկից են, անջատվում են, մնում է պագրիշկեն։ Պագրիշկեն լա մազը տրամբոք ես անում, ես կողմից են կողմից բանդաժը հագցնում ես, ծկում ես եւ փափուկա։ Եվ ոչ մի վտանգ չկա, ոչ մեղ։ Իդեպ այս մեքենայի 4 հակերից 2-ն ինքնաթիռի են, իսկ շարժիչը հնձիչ մեքենայի։ Մամուլի մասին նոր օրենքի նախագիծն ըստ լրատվամիջոցների հաշվեհարդարի օրենք է, այն արդեն հավանել է նախագահ Քոչարյանը, օրենքը նախատեսում է, որ պաշտոնյան կարող է փող ուզել հարցազրույցի համար։ Սրանից հետո ցանկացած ուղղություն պաշտոնյա փողը չեմ ասում, ուղղություն պաշտոնյա ժեկի պետ պահանջելու է հոնորար ասել 1000 դրամ տուր ասել։ Կներեք, սա նոր հարկային կոդեքս է։ Արդարադատության փոխնախարարն արդարանում է, լրագրողն ինչ-որ մեկին վիրավորելու համար պետք է վճարի նվազագույն աշխատավարձի 2000 պատիկը։ Ազատ խոսքը պետք է հավասարակշռված լինի հասարակության մեջ։ Եվ այս օրենքը լրագրողների ձեռքն է ընկնում, երբ արդեն ուղարկվել է Եվրոպա եւ շուտով կմտնի խորհրդարան։ Մեր փոստատարը մի քանի օր զբաղված է եղել բոլոր զանգվածային լրատվության միջոցների տեղերը գտնելով։ Լրագրողները պահանջում են հանել շրջանառությունից օրենքի այս նախագիծը։ 2011-ի այս օրերին ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը միանգամից մի քանի գիրք է հրատարակում։ Լևոն Անանյանն արտիստին անմիջապես շնորհում է գրողների միության անդամի կարգավիճակ։ Հանկարծ իմ մասին որպես գրողի չխոսել։ 2013-ի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններից հետո ժառանգության падգամավոր Զարուհի Փոստանջյանի Հայաստանում նոր իրավիճակ է։ Շնորհավորում եմ մեզ, որ մենք կարողացանք ճաղավանդակների հետևում Բաղրամյան 26-ում մեկուսացնել չարը, մեկուսացնել բռնազավթիչին։ Չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք։ Հովիկ Աբրահամյանը Տիկին Փոստանջյանին կոչ է անում հարգել Սերժ Սարգսյանի օգտին 58% տվածների քվեն։ Այդ 800,000 քաղաքացիները չկան, ուղղակի դրանք դուք խփել եք 58%-ը։ Ռաֆի Հովհաննիսյանից փետրվարի 18-ին խլված հաղթանակի համար Բուհերում 2013-ի փետրվարի 15-ին սկսվում է դասադուլ։ Տնտեսագիտական համալսարանի դարպասները Բուհի ղեկավարությունը փակում է, որ ուսանողները դուրս չգան եւ չմիանան մյուս Բուհերի դասադուլավորներին։ Ուսանողները հաղթահարում են ճաղավանդակները։ Նախագահի թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանն անձամբ է գալիս այս բու։ Արդեն հայ ժողովուրդը Հայաստանի երիտասարդությունը ասել է, որ սա իմ համալսարանն է, սա իմ աշխատանքն է, իմ ընտանիքը։ Իդեպ փակված դռներով Բուհերի ուսանողները դասադուլին են միանում նաև պատուհաններից ցատկելով։ ԿԸՀ-ն այսօր Հայաստանի նախագահ է հռչակում Սերժ Սարգսյանին։